Շնորհակալություն այս հրավերի համար, շնորհակալություն այս հնարավորության համար եւ իհարկե շատ կարեւոր ժամանակաշրջան է Հայաստանի Հանրապետության համար։ Այն փաստաթուղթը, որ ստորագրվել էր օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում, դա էականորեն փոխում է մեր տարածաշրջանում իրավիճակը։ Մենք երկար տարիներ ըստ էության 1988 թվականի փետրվարից Ադրբեջանի հետ ապրել ենք ոչ խաղաղ, ոչ պատերազմական կամ միայն պատերազմական իրավիճակում։ Այս տարիների ընթացքում իհարկե շատ փորձեր են արվել, որպեսզի մեր երկու երկրների մեջ խաղաղություն հաստատվի։ Ցավոք սրտի չի ստացվել, եւ ցավոք սրտի այդ տարիների ընթացքում երկու կողմից տասնյակ հազարավոր երիտասարդներ են մահացել։ Եվ փաստորեն օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ պարոն Թրամփի աջակցությամբ հնարավորություն եղավ երկու երկրների մեջ համաձայնագիր ստորագրել։ Այդ համաձայնագիրը ստորագրեցին երկու երկրների արտաքին գործերի նախարարները, ավելի շուտ նախաստորագրեցին, որի հետ մեկտեղ նաև 3 երկրների 3 ղեկավարները Ադրբեջանի նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ Միացյալ Նահանգների նախագահը հռչակագիր ստորագրեցին, որով իրենք փաստեցին, որ իրենց ներկայությամբ տեղի ունեցել համաձայնագրի նախաստորագրում։ Նաև երկու երկրների ղեկավարները, եսի նկատի ունեմ Ադրբեջանի եւ Հայաստանի, իրենք պարտավորություն ստանձնեցին, որ իսկապես տարածաշրջանում կամ երկու երկրների միջև երկարաժամկետ կայուն խաղաղություն։ Հավատացնում եմ ձեզ, որ այդ տեսարանը, որ կար, որին մենք ուղիղ եթերով ենք նայում, շատ հուզիչ էր եւ շատ սպասելի։ Բայց հիմա մեր հասարակության մեջ, բոլորիս մեջ մի տարօրինակ զգացողություն կա։ Մենք պետք է սովորենք խաղաղության ժամանակ ապրել, խաղաղության պայմաններում։ Սա հոգեբանական առումով շատ մեծ խնդրեմ է մեզ համար։ Նոր սերունդ է մեծացել, որը այդ գաղափարներով, այդ տրամադրություններով է մեծացել, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն կամ միայն պատերազմ։ Եվ մեր կառավարության, մեր հասարակության ամենակարևոր մարտահրավերը մարդկանց տրամադրել ապրել խաղաղ իրավիճակում, սովորել հարևանների հետ ապրել խաղաղ, կառուցել տարածաշրջանում զարգացման մթնոլորտ եւ ամենակարևորը իրար հետ փորձել պարզապես ստեղծել այնպիսի մի միջավայր, որը գրավիչ կլինի ոչ միայն մեր երկրի քաղաքացիների համար, այլ նաև այլ երկրների համար։ Եվ պատահական չէ, որ օգոստոսի 8-ի հանդիպման ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի ստորագրվել է 3 այլ փաստաթղթեր, որոնք հուշագրեր են։ Այդ հուշագրերում առաջինը վերաբերում է խաղաղության խաչմերուկին։ Խաղաղության խաչմերուկը Հայաստանի Հանրապետության նախաձեռնությունն է, որը ծնվեց 2 տարի առաջ, եւ մենք փորձեցինք աշխարհին ներկայանալ մեր այս նախաձեռնությամբ, որի հիմնական նպատակն է տարածաշրջանում խաղաղություն հաստատել։ Ցույց տամ այսպես, իհարկե չի երևում ամբողջապես, բայց նպատակն է, որ այն տարածքը, որի շուրջ կռիվ էր երկար ժամանակ մեր երկրների համար, այդ տարածքը դառնա խաղաղության խաչմերուկ իսկապես։ Այս խաչմերուկը միացնում է Ադրբեջանին, Հայաստանին, Իրանին, եւ որը հնարավորություն է տալու արևմուտք, արևելք, տրանսպորտային եւ այլ հնարավորություններ օգտագործել։ Եվ այդ փաստաթղթում ըստ էության Միացյալ Նահանգները հանձնառություն ստացան օգնել Հայաստանի Հանրապետությանը խաղաղության խաչմերուկի կարողությունների զարգացման հարցում։ Երկրորդը դա վերաբերում էր էներգետիկային եւ երրորդը վերաբերում էր արհեստական բանականությանը եւ կիսահաղորդիչների արտադրությանը։ Եվ իհարկե ամենակարևորը ավարտեմ, որ այդ հռչակագրի մեջ առանձնահատուկ եւ հայտնի դարձավ Trip անունով ճանապարհը, որը հենց այդ 42 կիլոմետրն է։ Այստեղ էլ փաստորեն մենք Միացյալ Նահանգների հետ համատեղ պայմանավորվածություններ ունենք, որ կզարգացնենք այդ ենթակառուցվածքը, որպեսզի դա ծառայի ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլ տարածաշրջանին։ Եվ այս առիթը օգտագործելով ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Միացյալ Նահանգների նախագահ պարոն Թրամփին, Միացյալ Նահանգների այսօրվա կառավարության ադմինիստրացիային այս կարևորագույն հարցում աջակցելու եւ իրականում հնարավորություն տալու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Հավատացեք, որ ոչ ոք դրան չէր հավատում։ Բայց ինչպես ասում են, մի հավատացեք նրան, որ երբևիցե չի կարող չիրականանալ։ Հավատացեք, որ կարող է ամեն ինչ իրականություն դառնալ։ Thank you so much for sharing about the recent diplomatic and regional integration efforts underway. I can assure our audience that more about the Crossroads of Peace will be made available
in the post-summit report for everybody. I think it sounds very compelling. And to your point on signing the documents, that is one challenge that you have reached, but that integration, that generational change towards peace, a whole other pathway now that you're a part. So I think in exploring that and achieving that generational shift and change, Armenia is doing some very interesting things in terms of regional integration and work streams. I know you're working towards the EU, European Union, and a session into that regard. I want to speak a little bit about a moment that is happening for Armenia that follows the recent COP in Azerbaijan. Next year, you'll be hosting the COP17 on biodiversity, showing again that regional leadership role and from the lens of climate. So as you engage with your neighborhood partners, I just want to hear a little bit about why Armenia is hosting this and how you're seeing climate as part of your pathway towards peace. Շնորհակալություն հարցի համար։ Ասեմ, որ այս տարի իհարկե շատ կարևոր տարի ստացվեց մեզ համար։ Բացի այն ինչ որ տեղի ունեցավ օգոստոսի 8-ին, մենք բավականին երկար, մոտ 2 տարի բանակցություններից հետո ավարտեցինք Ադրբեջանի հետ մեր համաձայնագրի պայմանավորվածությունները, այսպես կարող եմ ասել, եւ ունեցանք համաձայնագրի 17 կետից։ Մենք մի սկզբունք որդեգրեցինք, երկու կողմներ ընդունեցին այդ սկզբունքը, որ բարդ հարցերը, որոնց շուրջ մենք դեռևս ընդհանուր տեսակետներ չունենք, դրանք թողենք հետագայում լուծելու եւ համաձայնության գանք կետերի շուրջ, որոնք կան, որոնք հնարավոր են, եւ այդ 17 կետը ստացվեց, որը նախաստորագրվեց Վաշինգտոնում։ Երկրորդ դեպի կարևոր մի փաստաթուղթ մենք շուտ արդեն օրենք ընդունեցինք, որը վերաբերում է Եվրոմիության անդամակցության սկզբին։ Հավատացնեմ, որ դա այդքան հեշտ չի մի հասարակությունում, որը խորհրդային միությունից հետո է եւ որը երկարաժամկետ տարիներ ապրել է ավտորիտար համակարգում։ Բայց մեր հասարակությունը նաեւ աջակցելով գործող իշխանությանը, որը եկել է իշխանության 2018 թվականի Թավշյա հեղափոխության արդյունքում, վստահեց իշխանության եւ ցանկություն հայտնել, որ իսկապես պետք է սկսել Եվրոմիության հետ համագործակցության նոր մակարդակ։ Եվ մենք հիմա աննախադեպ համագործակցություն ունենք Եվրոմիության հետ։ Այդ համագործակցությունը մեր կյանքի բոլոր բնագավառներին է վերաբերում։ Իհարկե ամենակարևորը մեզ համար ժողովրդավարական ինստիտուտների ձևավորումն է։ Եվ այստեղ մենք իրար լսելով, իրար մեր ստանձնած պարտավորությունները կատարելով առաջ ենք գնում։ Եվ նաև մի կարևոր գործոն կա, որ արդեն մենք սկսել ենք համագործակցել անվտանգության նաև բնագավառում, որը նախկինում բացառվում էր։ Մենք նաև եկող տարի շատ պատասխանատու տարի է մեզ համար։ Մենք պետք է անցկացնենք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով Հայաստանում մայիսին։ Դա շատ մեծ պարտավորություն եւ պատասխանատվություն է մեզ համար։ Հետո տեղի ունենալու ընտրություններ պարլամենտական, որը շատ էական նշանակություն է ունենալու մեր երկրի ապագայի համար, եւ աշտանը տեղի ունենալու COP17-ի գագաթնաժողովը։ Մենք այդքան հեշտությամբ չստացանք այդ հնարավորությունը, բավականին թեժ պայքար էր տարբեր երկրների միջև։ Կոլումբիայում մենք կարողացանք ի վերջո ավելի ներկայանալի դառնալ մնացածների նկատմամբ եւ հնարավորություն ստանալ ընդունել։ Եվ մեծ ակնկալիք ունենք, որ իսկապես կարող ենք մեր գործընկերների հետ, աշխարհի բոլոր երկրների հետ եւ նաեւ մեր տարածաշրջանային երկրների հետ գտնել խնդիրների լուծումներ, որի առջեւ մենք կանգնած ենք կլիմայի այս տարօրինակ փոփոխությունների արդյունքում։ Մենք ակնկալում ենք նաեւ աջակցություն ձեզնից, երեք այստեղ նաեւ պանելային քննարկում է եղել, որին մասնակցել է մեր շրջակա միջավայրի նախարարը։ Ձեր աջակցությունը մասնակցությամբ Երևան գալն է եւ մեզ տեսնել, ինչպես ենք ապրում եւ նաեւ իհարկե ձեր խորհուրդները եւ ձեր կարծիքները լսել, որպեսզի իրապես այնպիսի որոշումներ ընդունենք, որ մեր կյանքի որակը հատկապես կենսաբազմազանության առումով փոխվի։ I think the invitation to Yerevan is a well-received one. Many of us have not had the pleasure of visiting, but I also know Yerevan is undergoing a campaign to position itself as an attractive hub for economic growth, for technological transformation. How are you putting in place policies that make Yerevan a desirable place to live, to work, to invest? Բոլորին տարօրինակ է թվում, որ մենք տնտեսական աճ ունենք, նույնիսկ այդ կիսապատերազմական վիճակում գտնվելով ունենք մեծ ձեռքբերումներ հատկապես բարձր տեխնոլոգիական բնագավառում 6 ամսվա արդյունքներով մենք ունենք մոտ 6% համախառն ներքին արդյունքի աճ։
Ի վերջո երկրի ստեղծված հարցերի լուծումը պայմանավորված է տնտեսությամբ։ Սա կարևորագույնն է մեզ համար, որ մենք ընդխթանում ենք եւ ամեն ինչ անում ենք, որպեսզի իսկապես մեր գործարարները, մեր բիզնես շրջանակները եւ տնտեսությունը կարողանան աճել եւ նաեւ հարստացնել երկրին։ Մենք Ամերիկայի Միացյալ Նահանգներից ենք նաեւ օրինակ վերցնել, որ ամենահարգված մարդիկ նրանք են, ովքեր հարկեր են վճարում։ Սա է մեր սկզբունքը, իսկապես։ Մենք պայքարում ենք շատ հետևողական կոռուպցիայի դեմ, եւ եթե մինչ 18 թվականը մենք գտնում ենք մոտ 127 եւ 30-րդ տեղը Transparency International ինդեքսում, հիմա եթե չեմ սխալվում 60-րդ տեղում ենք։ Բայց դա շարունակականություն պետք է լինի։ Ամենակարևորը մենք աշխատում ենք նաեւ կրթելու միջոցով մարդկանց մտածողություն փոխել։ Եվ մենք լրջագույն գումարներ ենք ներդնում հենց կրթության ու գիտության մեջ։ Ցանկացած երկրի զարգացումը կրթված հասարակություն ունենալն է։ Երբ որ ասում են պայքար աղքատության դեմ, մարդիկ մտածում են, որ դա պետք է սոցիալական ծրագրերով արվի, բայց ես որպես տնտեսագետ ի սկզբանե չեմ ընդունել այդ մոտեցումը։ Ես գտնում եմ, որ պետք է նախ եւ առաջ մարդկանց հնարավորություն տալ կրթվելու։ Կրթված հասարակությունը աղքատ չի լինում։ Կրթված հասարակությունը նաեւ ժողովրդավարության հիմքն է։ Եվ մենք բարձր տեխնոլոգիաների մեր հիմնական մոտեցումը պայմաններ ստեղծելն է, որ օտարերկրյա նաեւ ներդրումներ կան մեզ մոտ։ Synopsys ընկերությունը արդեն 20 տարուց ավելի մեզ մոտ է աշխատում։ Nvidia-ն սկսել է արդեն մեր մոտ ներդրումներ անել։ Մենք համագործակցում ենք 4 տարի առաջ ենք սկսել Amazon-ի հետ համագործակցել։ Մենք երազում ենք այնպիսի ժամանակ, երբ որ մենք software-ից կանցնենք hardware։ Եվ այս համաձայնագրին նորից անդրադառնալով այնտեղ հատուկ մենք ունենք մի հուշագիր, որտեղ խոսքը գնում է արհեստական բանականություն եւ կիսահաղորդիչների մասին։ Եվ ավարտեմ շատ կարճ բանաձևով այդ հաջողության։ Աշխատել։ Սա է։ Ուրիշ ֆորմուլա չկա հաջողության։ We love having economists on our stage. Thank you so much for bringing such thoughtful insights into challenges, but the opportunities that Armenia presents the global community. Your unique approach to ensuring regional stabilization and peace, and of course, inviting all of us to Yerevan. So with that, thank you so much for coming to Concordia, and we hope to continue the conversations.